դուք նշել եք, որ ընթացիկ հաշվի պակասորթը 2024 թվականին նախորդ տարվա համեմատ վատթարացել է կազմելով հնայի 4.6%-ը։ Վատթարացումը հիմնականում պայմանավորված է եղել ծառայությունների հաշվեկշռի վատթարացմամբ, ինչպես նաև սկզբնական եկամուտների բացասական հաշվեկշռի խորացմամբ։ Խնդրում եմ ավելի բացեք այս բացվածքը եւ 25 թվականին մենք նախատեսում ենք, որ ավելի կվատթարանա կդառնա 5.4%, փաստորեն, այսինքն հնայի 5.4%-ի պակասորթի պայմանները կարծում եմ մի քիչ ժողովրդի լեզվով ասած միգուցե վերմակը մեր ոտերի գյորը էլի կարենք, մի քիչ տենց աճացնենք, ինչքանով ենք ճիշտ համարում դա դինամիկան, խնդրում եմ այդ հարցերը պարզաբանեք։ Աճացնելու դինամիկան։ Պակասուրդը հնայի 4.6%-ն է, հիմա արդեն 26 թվականին 5.4% է դառնալու։ Այսինքն պակասուրդի դինամիկ աճը ինչքանով է ճիշտ, որ մենք այդ ուղղությամբ ենք գնում եւ փոխանակ նվազեցնենք, հələ 26-ին էլ ավելի աճելու պակասուրդը։ Ինչ պիտի մտածենք, որ դա չլինի, էլի։ Ինչ միջոցառումներ կարելի անել, որ այդպիսի աճ չունենանք։ Պակասուրդը, որովհետեւ անհանգստացնող է, ես 3% շրջանակներում կհամարեի նորմալ։ Այդ 5.4-ը արդեն բավականին բարձր է։ Ես ճիշտ եմ հասկանում, որ դուք չեք խոսում մեր բյուջեի պակասուրդի մասին, թե դրա մասին եք խոսում, թե խոսում եք արտաքին բյուջեի պակասուրդի մասին եմ խոսում։ Բյուջեի պակասուրդը 2024 թվականի համար պլանավորված էր 4.6%։ Փաստացի իրականացվել է 3.7%, այսինքն փաստացի պակասուրդը 2024 թվականի եղել է 3.7%։ 2025 թվականի բյուջեով պլանավորվել է 5.5% պակասուրդ։ Եվ մենք 2026 թվականի համար 1%-ային կետով այդ պակասուրդը նվազեցնելու ենք։ Եվ ես երեք դրա մասին առիթ ունեցա ասելու, որ միջնաժամկետ հատվածում պակասուրդի մակարդակը ամեն տարի մոտավորապես 1%-ային կետով նվազելու է եւ 2028 թվականին հասնելու ենք 2.8%-ի, այսինքն ձեր ասած 3%-ի մակարդակով։ Ավելին, միջնաժամկետ ծախսային ծրագրով, որտեղ մենք 5 տարվա հորիզոն ենք տալիս, մենք նպատակ ենք դրել մեր առաջ մինչև 2030 թվականը պակասուրդը նվազեցնել 1%-ի։ Այն ինչ որ նախատեսում ենք հրաշալի է, որ մենք որոշել ենք, որ դառնա 2.8, շատ լավ է։ Բայց հիմա այս պահին մենք ինչի չենք մի քիչ մեր ծախսային մաս հնարավորություն չունենք կրճատելու, որ 5.4% չդառնա պակասուրդը, սա ի նկատի ունեմ, շնորհակալություն։ Տեսեք, 2025 թվականի բյուջեն կազմելուց մենք որոշ ծախսեր առաջ ենք բերել, որպեսզի իրականացնենք ավելի շուտ եւ դեֆիցիտը ավելացնելու հաշվին, որտեղ մենք չէինք ուզում այդ ծախսերը անեինք 26-27 թվականին, պետք էր անել 25 թվականին։ Դա վերաբերվում է Պաշտպանության նախարարության գծով որոշակի առաջանցիկ ծախսեր անելուն։ Մենք 2026 թվականից արդեն ունենք ֆիսկալ կոնսոլիդացիայի կամ դեֆիցիտի նվազեցման սցենար, որի մեջ նաև բնականաբար հիմնական անելիքները ոչ միայն վերաբերվում են եկամուտների ավելացմանը, այլ ծախսերի աճի զսպմանը։ Եվ դա տեղի է ունենում, իհարկե սա ցավոտ process է, որովհետև մեր վերջին տարիներին մեր ծախսերը մեծ աճ չեն արձանագրել եւ հիմա պետք է այդ աճի տեմպը դանդաղեցնենք եւ ունենք այո, ինչպես առիթ ունեցա ներկայացնելու որոշ նախարարություններ, որտեղ նվազեցումներ էլ ունենք, որպեսզի կարողանանք ապահովել որոշ կառավարության ծրագրով ստանձնած որոշ պարտավորությունների պատշաճ կատարումը, օրինակ առողջապահության համընդհանուր ապահովագրությունը։